Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, նախ անդրադառնանք աղմուկ հանած ռեպորտաժին, The Insider-ը տարածում է մի ռեպորտաժ, հեռարձակում է, ըստ որի Ռուսաստանը այսպես մեծ հետախուզական ռեսուրսներ է ներդրել, որպեսզի խոչընդոտի, որ Հայաստանի խորհրդանական ընտրություններում ընտրվի Նիկոլ Փաշինյանը, եւ այդ ռեպորտաժում նաև անդրադարձ կա Սամվել Կարապետյանին, ըստ որի 99 թվականին, ըստ մի այսպես տեղեկատվական թերթիկի, նա եղել է ռուսական ՖՍԲ-ի աշխատակից, կարծես այդ ձևակերպումն էր, որը արդեն Նիկոլ Փաշինյանը եւ իշխանականները ներկայացնում են, որ ՖՍԲ-ի գործակալ, ինչ կարող եք ասել նաև որպես մասնագետ այս ռեպորտաժի հետ կապված։ Դա այսպես ռեպորտաժներ սպասվել են եւ երևի թե էլի մի քանի հատ կլինի, որովհետեւ Insider-ը, որը փորձում է ներկայացնել որպես ռուսական միջոց, լրատվամիջոց, իրականում ֆինանսավորում է Եվրամիության կողմից, Արևմուտքից եւ որևէ աղերս չունի ռուսաստանյան իրականության հետ, այսպես ասենք, այստեղ ես չեմ ուզում մեկնաբանեմ կոնկրետ թվերով մարկանցով ովքեր են ինչ են եղել, հիմա մի հարց է առաջանում, հատկապես Նիկոլ Փաշինյանը այսօրվա ելույթից հետո։ Եթե դու հայտարարում ես, որ Վլադիմիր Պուտինը քո լավագույն ընկերն է, հա, եւ դուք 200 անգամ շփվել եք 2018 թվականից, որ ձեր մեջ որևէ խնդիր չկա, Վլադիմիր Պուտինը KGB-ի գնդապետ է, հա, Վլադիմիր Պուտինը համարվում է Ռուսաստանի ուժայինների հետախուզության, այսպես ասենք, ներկայացուցիչը իշխանության մեջ։ Եվ շատերը ասում են, որ հենց այդ թևն է իրան բերել իշխանության։ Հիմա դա լավ է թե վատ է, հիմա KGB-ն դա լավ է թե վատ է, ՖՍԲ-ն դա լավ է թե վատ է։ Կարող ենք մենք համարել, որ եթե մեզ ամեն օր ասում են, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ վարում է հիբրիդային պատերազմ, եւ փաստացի Ռուսաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի լավագույն ընկերն է, կարող ենք համարել, որ Նիկոլ Փաշինյանը համամասնակից է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի։ Իմ ուղղակի խնդրանքն է, որպես ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կողմնորոշվել, հա, ով է իր լավագույն ընկերներից մեկը, թե ինքը լավագույն ընկերը չի կարելի գրկախառնվել Մակրոնի եւ Զելենսկու հետ, այնուհետեւ ասել, որ Պուտինը քո լավագույն ընկերն է, այսինքն ազգաբնակության մոտ, հասարակ մարդկանց մոտ դիսոնանս է առաջանում, հա, որովհետեւ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմի մեջ է, դու ասում ես, որ դու գրկախառնում ես Զելենսկու հետ, ու մյուս կողմից դու ասում ես Պուտինը քո լավագույն ընկերն է։ Դե ասում է բալանսավորված քաղաքականություն են վարում։ Այդպիսի բալանսավորված բան չի լինում, ես խնդրում եմ կողմնորոշել, հատկապես որ մեր սկզբից փորձում են ներկայացնել, որ Ռուսաստանի քաղաքացի լինելը դա ինչ որ մաֆիա է, որ ՖՍԲ-ի հետ ինչ-որ ձևի առնչություն ունենալը դա խայտարակություն է եւ Հայաստանի անվտանգությանը սպառնացող բան, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այդ բոլոր կառույցների ուժային կառույցների, այսպես ասենք, ղեկավարների ղեկավարը փաստացի Հայաստանի Հանրապետության ղեկավարի լավագույն ընկերն է։ Իմ մոտ այդպեսի կամ դա վատ է եւ Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի ասի Վլադիմիր Վլադիմիրիչ, քանի որ ես նոր եմ իմացել, որ դու եղել ես KGB-ի գնդապետ, հա, եւ փաստացի դու ես ՖՍԲ-ի ղեկավարներին կուրացիա անում, որտեղ անվտանգության խորհրդում նախագահում է Ռուսաստանի նախագահան, կներես այլևս ես քո հետ անելիք չունեմ, որովհետեւ քո ագենտուրան ենթադրենք սպառնում է մեր անվտանգությանը, հա, անհնար է դա տարանջատել, չի կարելի ասել, որ ամեն ինչում մեղավորը ՖՍԲ-ն, հա, եւ ասել, որ կներեք, որ ՖՍԲ-ի ղեկավարը ինքը անմեղ է, ինքը ամենալավ ընկերն է։ Այսինքն մի հատ թողին են կողմնորոշվեն, հետո մենք արդեն մեկնաբանենք ինսայդերների հոդվածները, աութսայդերների հոդվածները եւ մնացած սայդերների հոդվածները։ Լավ, հիմա որ դուք ասում եք Եվրամիության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոց է, հիմա սա նշանակում է, որ Արևմուտքի կողմից, այսպես ասենք, հա, հիմա նշանակում է, որ Արևմուտքի պատվերով կարող է լինել այս ռեպորտաժը ազդելու Հայաստանի ընտրական գործընթացին։ Հակահիբրիդային պատերազմների, մենք դա այստեղ մասնագետներ են եկել տարբեր երկրներից, իրենք համագործակցում են որոշակի արևմուտքից սնվող այստեղի կազմակերպությունների հետ, անաչառ, հա, որոնք մոնիտորինգ են անում կամ ֆակտ չեկինգ են անում կամ չգիտեմ ինչ-որ բաներ են անում, բայց որոնք օրինակ տարական բաներ չեն նկատում, այսինքն Հայաստանում տեղ ունենում են 1000 ու մի բաներ, բայց այդ կազմակերպությունները լռում են։ Օրինակ քաշքշել, կանանց քաշքշելը, բացայց սուտ ասելը, օրինակ
նախընտրական ռոլիկների մեջ սուտ ինֆորմացիա տարածելը իրանք այնտեղ լռում են, այնտեղ ֆակտ չեկինգը չգիտես ինչի չկա, այդ թեմաներից այս հույսով մենք խոսանք, բայց Իդեպ Դանիել Իոաննիսյանը իդեպ, որի կազմակերպությունը անում է այդ ծեր ասած փաստերի ստուգումը, նա այսօր անդրադառնում է այդ թեմային եւ ասում է մենք էլ ենք հայտնաբերել այդ տեղեկությունը, այդ փաստաթուղթը այսպես հրապարակային է, բաց աղբյուրներում է, բայց ասում է չեմ կարող ասել, դա նշանակում է, որ նա գործակալ է, թե գուցե ժամանակին ինչ որ նպատակներով նման մի տեղեկանք պետք է եղել։ Տեսեք, Դանիել Իոաննիսյանը ուզում է իրեն ներկայացնել որպես անաչառ մարդ, բայց մինչև հիմա օրինակ ես որևէ գործողություն չեմ տեսել Արման Թաթյանի հրապարակած զայնագրությունից, որտեղ չեմ հիշում արդեն որ պետական աշխատողը պարտադրում է ուսանողներին գնալ եւ ներկա լինել միտինգին, հա, Դանիել Իոաննիսյանը չի մեկնաբանում դասատուների եւ աշակերտների ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին, Դանիել Իոաննիսյանը լուր է մնում, առնվազն չեմ տեսել, միգուցե ինչ-որ միտեղ ասել է կամ բան արել, այս ամեն ինչի ինչ-որ կատարվում է, հա, ինքը ուղղակի գնում եւ բացահայտում է այն, ինչ-որ իրեն ձեռք է տալիս եւ այստեղ անաչառություն չկա, սա անաչառության կողմից իշխանությունների օրակարգը սպասարկելն է, մեկ-մեկ կարող է 100-ից մի հատ ինչ-որ իշխանություններին կպնեն, որ հետո ցույց տան, տեսեք, մենք ինչ-որ բան ասել ենք եւ դա ոչ միայն Դանիել Իոաննիսյանի գործն է, ուր են ֆեմինիստական կազմակերպությունները, հա, օրը ցերեկով բժշկու վրա ձեռք է բարձրացվում, քաշքշում են այդ մարդուն, վիրավորում են այդ մարդուն, ոչ մի ֆեմինիստական կազմակերպություն ձայն չի անում, են խիզախկինը ինչ որ լռում է, հա, ով է խիզախկինը։ Մի հատ ունենք էլի խիզախկիների ԱՄՆ դեսպանատան կարծիքով, այս վերջերս մենակ տեսա, որ արձագանքել էր, որ պատգամավորության տեխնացիոնից մեկը կեսկատակ կես լուրջ ռինգալով հաց էր պատրաստում եւ սմայլիկով գրել էր կնոջ տեղը խոհանոցում է, հա, ու միանգամից Բուսնես Լուսի Քոչարյանը այնտեղ, հա, եւ ասեց, «Ինչի հետադիմական ես եմ, մենք ձեր առաջադիմությունը տեսնենք», այսինքն այդ կինը չի տեսնում ինչա կատարում շուրջ բոլորը, հա, եւ բարձրաձայնում է միայն այնտեղ, որտեղ վարժեցված է, հա, սա էլ ինչ որ մի կողմ դնենք, այսինքն մենք պետք է մի բան հասկանանք, որ անաչառություն, նեյտրալություն, համաչափություն այս ընտրություններում չի լինելու, որովհետև ոչ այս ընտրություններում է լինելու, ոչ Մոլդովայում է եղել, ոչ Ուկրաինայում է լինելու, ոչ միտեղ չի լինելու, այնտեղ որտեղ արևմտյան կառույցները սողոսկել են իշխանության մեջ եւ կուրացիա են անում իշխանությունների, այնտեղ անաչառության մասին խոսք չի լինելու, ինձ մեկ-մեկ նույնիսկ, չգիտեմ, իհարկե թող անեն, բայց դիմել եվրոպական կառույցներին, բողոքել եվրոպական կառույցների ընթացիկ ռեպորտներից կամ ինչ-որ ասել դուք սխալ եք, դուք խեղաթյուրում եք, չկա, իրենք որևէ բան չեն անելու, իրենք աչք փակեցին, երբ որ ԵԺԿ անդամ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը կալանավորված էր եղել, իրենք ոչ մի ձայն ծպտուն չհանեցին, բացարձակապես, հա, մի հատ ինչ-որ բան են արել, բայց եթե ցանկանային ամեն օր այդ ԵԺԿ-ն կարար ուղղակի ռմբա արել Նիկոլ Փաշինյանի նամակներով, խնդրանքներով եւ այլն, բայց իրենք որոշեցին, որ չէ, էլի ավելի լավ է, քանի որ Նիկոլը մեր մարդն է, աշխատենք այս ամեն ինչի վրա։ Դրա համար մի փոքր էլի եմ ասում ժամանակ ծախսելու, երևի կարելի արհեստական բանականության մի հատ հերթական պատասխան գնել եվրոպական կառույցներին ու ուղղակի դրա վրա ժամանակ չծախսել։ Իրենք աչք են փակելու բոլոր խախտումներին։ Գալով իշխանությունների օրակարգին եւ վերջո հասկանանք մեր ներքին օրակարգում, իշխանությունների նկատի ունեմ օրակարգում, այս ռեպորտաժը ինչին կարող է ծառայել, որովհետեւ օրինակ Նիկոլ Փաշինյանը սա մեկնաբանելուց հետո նաեւ ասում է այդ կուսակցությունն է նշանակում է գործակալական ցանց։ Հիմա կարող ենք ենթադրել, որ կարող են լինել process-ներ, այդ թվում եւ վերջապես թույլ չտալու, որ կուսակցությունը մասնակցի ընտրություններին։ Ես ուզում եմ հասկանալ խոսքից այն կողմ, ուր միջև կարող են հասնել։ Տեսեք, որոշակի բան իրենք փորձում են անել, ստեղծելով հիմա ավելի գլոբալ կմոտենանք այդ բանի, ստեղծելով որոշակի պայմաններ, միգուցե այդ կուսակցությունը կամ ընտրություններից հանել, կամ վատ արդյունք ստանալուց հետո, ինչպես արեցին Ռումինիայում, ասել ահա սրանք ինչ որ օրինակ հաղթ են եւ այլն, Ռումինիայում հիշեցնեմ առաջի փուլում հաղթել էր ընդդիմադիր տեխնացուն եւ հետո իրանք ասում են կաշառքներ ա տվել, հանեցին, ուղղակի չթողեցին այդ մարդը մասնակցի, երկրորդ փուլում եւ այլ ինչ որ մարդ մասնակցեց եւ իշխանականը հաղթեց։
կարող են այդպիսի բաներ անել, բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ որոշակի իրավիճակ է փոխվել եւ ոչ բոլոր աշխարհական կենտրոնները աչք են փակելու այսպիսի խախտումների վրա, որոնք անում են իշխանությունները, հա, Որ կենտրոնների մասն է խոսքը գնում օրինակ նույն Ռուսաստանի կամ Իրանի, հա, որովհետեւ իրենք շատ աչալուրջ հետևում են ինչպիսին են լինելու այստեղի ընտրությունները եւ որևէ պարագայում եթե բացահայտ խախտումների գնան, որոշակի ինձ թվում է դիվանագիտական կամ ոչ դիվանագիտական կամ որոշակի բաներ արվել են, որովհետեւ Զատուլինի խոսքերին, որ չեն ընդունի արդյունքները Զատուլինը, այսպես ասենք, հիմնականում արտահայտում է իր կարծիքը, ես ավելի շատ վերցնում եմ Վլադիմիր Պուտինի Օվերչուկի ասածները եւ այստեղ տեսեք ռուսական բոլոր այն մարդիկ, ովքեր ներկայացնում են Ռուսաստանի պետությունը, Զատուլինը չի ներկայացնում Ռուսաստանի որպես պետությունը, Ռուսաստանի անունից կարող են խոսալ արտգործնախարարը, նախագահը եւ իրենց խոսնակները եւ այդ մակարդակով ասվել է, որ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, ինքը ինչ է անում, որ ճանապարհով ուզի գնալ։ Այսինքն իրենք չեն դիմում Նիկոլ Փաշինյանին, իրենք դիմում են հայ ժողովրդին եւ իրենց հետաքրքիր է հայ ժողովրդի կարծիքը։ Եվ եթե ներսում բռնանան հայ ժողովրդի կարծիքի մասին, հա, փաստացի բռնացողները ոչ լեգիտիմ են դառնալու, հա, այն մարդկանց աչքերում, ում հետ իրենք հետագայում այսպես թե այնպես պետք է գործ ունենան։ Նկատի ունեք, հետո չեն աշխատի այս իշխանությունների հետ։ Ես չգիտեմ հետագա քայլերը որն են լինելու։ Որ հակառակը առաջին օրինակ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին, այս կարծիքն էլ գոյություն ունի, որ ինչպես երկար տարիներ համագործակցել են եւ հնարավորություն են տվել։ Դեռևս այլ ընթացք եմ տեսնում եւ Հայաստանին Նիկոլ Փաշինյանին եւ հայ ժողովրդին առանձին մեսեջներ են գնում, դա վաղուց այդպիսի բան չի եղել եւ Վլադիմիր Պուտինն ավելի շատ հետաքրքիր չի Նիկոլը քանի տոկոս կհավաքի, Վլադիմիր Պուտինին հետաքրքիր է հայ ժողովրդի ընտրությունը, այսինքն հայ ժողովուրդը ընտրելու է այն կուրսը, որը տանում է Եվրասիական միության հետ կապերը խզելու, Ռուսաստանի հետ ճշնամանելու ուղղությունը, թե հայ ժողովուրդը ինքնավոչնչացման ճանապարհով չի գնա, սեփական ոտքերին չի կրակի։ Պարոն Քոչարյան, այս ընտրությունների արդյունքները դա են ցույց տալու, օրինակ ենթադրենք ընտրվում է Նիկոլ Փաշինյանը, դա նշանակում է, որ հայ ժողովուրդը ընտրեց օրինակ նրա ասած եվրոպական ուղին, կամ եթե հաղթում է ընդդիմությունը, ապա ընտրեց եվրասիական ուղին։ Փաշինյանը այդպես է ներկայացնում, նայեք Փաշինյանը ժամանակավոր նահանջեց եկեղեցու դեմ պայքարից, որովհետև ինքը հասկացավ եւ իրեն հասկացրեցին, որ ինքը այդ մանդատը չունի եւ կառավարության ծրագրում այդպիսի մանդատ ինքը չուներ, ինքը մանդատ չունի ցեղասպանությունից հրաժարվելու ուրանալու մանդատ չի տվել իրեն ժողովը, իրեն ժողովուրդը տվել է մանդատ Շուշին հադրութը դեօկուպացնելու, հա, եւ այնտեղ որտեղ ինքը այդ մանդատը չունի, այնտեղ ինքը այդքան էլ լեգիտիմ չի։ Հիմա ինքը բազմաթիվ անգամներ իր նախընտրականի մեջ էլ նշել, որ ահա ես էսի որ ունենամ, մենք սա կանենք, մենք ընտրում ենք եվրոպական ճանապարհ, հա, ինքը իր ծրագրային ելույթի ժամանակ համաժողովի ժամանակ ԿՊ-ի ասել, որ մենք ընտրում ենք եվրոպական ուղին եւ արդեն եթե ինքը ընտրվում է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որի վրա ես կասկածում եմ, ինքը արդեն ասում է, սա ժողովրդի ինձ մանդատը տվել է, ես խոսում եմ ժողովրդի անունից, բայց արդեն ներկա պահին ընտրության լեգիտիմությունը մեծ կասկածի տակ է, որովհետև այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, այն պրեսինգը ընդդիմության հանդեպ, այդ կալանավորումները, այդ հետաքննությունները, այդ մարդկանց գլխին սարքելը, մարդկանց չթողել նորմալ իրենք ընտրարշավը կատարեն, բոլորին ինչ որ շպիոն անվանել, չգիտեմ, ագենտ անվանել, խլել սեփականությունը, այսօր մենք հետաքրքիր դրվագի բաներ են, որ ինքը որոշել է Գագիկ Ծառուկյանից խլել, հա, դեռս դատարանի որոշում բան չկա, բայց ինքը արդեն ասում է մի ենթարկվեք իրան աշխատողներին, սա գիտեք ինչն է նման, յուրաքանչյուր բան, եթե իրան դուր չգա, ինքը կարող ասի, այս տունը, այս մարդուց եկեք խլենք, հա, որտեղ Հիմա դրա նպատակը, քանի որ հասանք դրան, եկեք ավարտեմ, փաստացի արդեն իսկ եթե սա լիներ, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ ընդդիմություն եւ նախորդ իշխանությունները լինեն, այդ ժամանակ նույն բաները արվեր, հիմա բոլոր եվրոպական կառույցները արդեն իրենց ընթացիկ ռեպորտներում գրել են, որ արդեն լեգիտիմ չի ընտրությունը, որովհետեւ ընդդիմությանը չեն թողում, որպեսզի ինքը կարողանա նորմալ ընտրարշավ կատարի։ Հարվածի տակ են համարը եւ լրատվամիջոցները, եւ լրագրողները, եւ բյուջետային աշխատողները, մարդիկ գնում են ընդդիմության
հավաքներին մարդկանց գործից հանում են, լայքի համար գործից հեռացնում են, մարդը Փաշինյանն ինչ որ բան է ասում, կանչում են նկատողություն տանում, ուզում են հեռացնել աշխատանքից, այսինքն այս պայմանները արդեն մեծ կասկածներ առաջացրել ընտրության լեգիտիմության վրա եւ եթե Փաշինյանը շարունակի այսպես ընտրություններ լինի, ընտրությունում իր ցույց տված արդյունքը արդեն լինել է ոչ լեգիտիմ, ինչ արդյունք է ինքը բանալի։ Այսինքն նկատի ունեք գալով իմ հարցի պատասխանին նկատի ունեք, որ այդ ընտրությունների արդյունքները ամենևին ցույց չեն տալու, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մանդատ է տվել օրինակ կաթողիկոսին հեռացնելու հետ կապված։ Իհարկե։ Տեսեք, ինքը ինչ է ասում ամենտեղ, ինքը ամենտեղ ասում է, որ մենք ոչ թե վաճամասություն ենք having, մենք սանդրական մեծամասություն ենք հավաքելու, ուսում այս շարքացնելով բան ենք անելու, հաղթելու ենք։ Եթե դու ունես 60-70% դու այսպես քեզ չես պահի։ Ինքը իրականում գիտի իրավիճակը ոնց է, իրավիճակը սարսափելի է իր համար, հա, եւ այս բոլոր ջղաձգումները գալիս են այնտեղից։ Հավատացեք, որ նույնիսկ ինչքան էլ փորձեր որևէ երկիր մասնակցեր Հայաստանի ընտրություններին, ընդ որում ես ասում նույն Եվրոպան էլ է մասնակցում, հա, հիմա դրանից էլ խոսանք, միևնույն է այդ երկիրը չէր կարողանա ապահովել իր ուզած ցանկացուի ձայների մեծամասնություն եւ այն, որտեղ որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ամեն դեպքում եւ ել եմ ասում բոլոր հարցումները Նիկոլ Փաշինյանի համար բավականին տխրեցուցիչ են, դրա համար մենք տեսնում ենք ամենօրյա ջղացումները հրապարակված հարցումները եւ հրապարակված եւ չհրապարակված եւ ընդհանրապես երևում է, այսինքն տեսեք ինքը նույնիսկ գյուղերը որտեղ իր հիմնական էլեկտորատը գնում է, ինքը իր այդ տանում է այդ իր բրիգադը, հա, որը ժամանակին եկեղեցիներով էր ինքը տանում պատահական շրջիկ խմբերը։ Շրջիկ խմբերը։ Ոչ թե այդ տարածքի ես չեմ տեսնում, որոշ գյուղերում տեսնեմ, բայց հիմնականում ես չեմ տեսնում այլևս այն ողջավորվածությունը, որը արել են վախի մթնոլորտ է։ Իրականում հա մարդկանց տիպում են գալ, չգիտեմ, այնտեղ ներկա լինել եւ գնալ, բայց ես նաեւ հետեւել եմ եւ որոշակի բաներ այն որ բեմից այս կողմ սկսում են մարդկանց նկարել, ոչ ողջավորվածություն կա, ոչ մի բան չկա։ Դրա համար էլ եմ ասում, ինքը փորձում է ամեն ձև փորձել իրան ապահովել ինչ որ միթի, որտեղ ինքը ցույց տա, որ ինքը հաղթել է, ոնց էլ դա արեց Մայա Սանդուն Մոլդովան։ Պարոն Քոչյան, մեկ այլ տեսակետ էլ կա, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե խուճապի մեջ է, այլ պարզապես նա լավ գիտի իր ընտրազանգվածի լեզուն, նա գիտի, որ պետք է այդպես խոսե, իրեն դյուրագրգիռ πάει, ինչպես օրինակ 21-ին էր անում մուրճը ձեռքին, եւ պարզապես նրանց հետ է շփվում, իր ընտրազանգվածին փորձում է այդպես մոտիվացնել։ Միգուցե բայց իր ընտրազանգվածը նվազել է։ Իր ընտրազանգվածը նվազել է, մենք կարող ենք տեսնել ընտրազանգվածի ներկայացուցիչներին, որոնք հիմա պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, որոնք 2021 թվականին 18 թվականին եղել են Նիկոլ Փաշինյանի կողքին եւ ձայն են տվել իրան, հիմա մարդիկ բավականին քչացել են, մարգինալացել են։ Այո, կա ով է Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը, հա, դա մարդիկ են, ովքեր օգտվում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, հա, դա մի կատեգորիա կա, որոնք քվեարկում են իշխանությունների համար միշտ, հա, որը լինի իշխանության համար տարբերություն չկա, եւ կա այսպես կուր զանգված, հա, որոնք համարում են, որ Արցախը Ադրբեջանն է, որ չգիտեմ, ամեն ինչ կարելի է տալ, չգիտեմ։ Համաձայն են բոլոր թեզերի հետ։ Նիկոլին ընտրելով ընտրում են նաեւ Ալիևին, իրանց համար դա օքեյ։ Դա շատ փոքր մարգինալ խումբ է, ուղղակի այսպես ասենք, էլի, եթե մի շրջապատում 100 հոգի նստած են ձայն չայանը մեկը գորգորում է, հա, դա ինքը ուղղակի երևում է, աչքի է երևում եւ լսվում է, բայց դա չի նշանակում, որ ինքը մեծամասնությունն է այնտեղի։ Դրա համար այդ զանգվածի հետ, որ մենք առնչվում ենք, սարսափում ենք, տեսնում ենք ինչ մտքեր են, իրանք իրականում այդքան էլ շատ չեն եւ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է գոնե իրենց սպահել, որտեւ այդ մարդիկ են հոգնել, այդ մարդիկ են զզվել, բավականին շատ մարդ սկսել են միասին նույն մեկնարկային պայմաններից, նույն Փաշինյանի դեպուտատների կամ նախարարների, բայց մա նախարարները հաստատացել են, տնավորվել են, թանգանած պրիչոսկա են անում, լավ ավտոներ են ֆորֆորում, իսկ այս մարդիկ, ովքեր են ասում, եղել են նույն սոցիալական մակարդակի վրա, իրենք մնացել են նույն սոցիալական մակարդակի վրա։ Նրանց ասում է, երեք ասում էր, ես ձեզնից մեկն եմ, ես ունեմ թերություններ, ինչպես եւ դուք, ես ձեզնից մեկն եմ եւ այդ կերպարը Նիկոլ Փաշինյանը շարունակում է։ Իհարկե ես էլ եմ ասում, ինքը ունի իր ընտրազանգվածը, դա ֆիքսված ընտրազանգված է, որը ոչ աճում է հիմա, ոչ նվազում է, այսինքն հասել է այն անգրվանի, որ այդ մարդկանց ինքը գոնե փորձում է բարել ապահովել իրենց ընտրությունների գնալ։ Բայց էլ եմ ասում, այս վարկագիծը, որ ինքը ցուցաբերում է անդիմադիրների հանդեպ, այն
ագրեսիայի մակարդակը պահվածքը ընդհանրապես դա չի ցույց տալիս, որ մարդը վստահ է իր հաղթանակի մեջ։ Եթե մարդը վստահ է իր հաղթանակի մեջ, ինքը կթողի Սամվել Կարապետյանն էլ հանգիստ մարզերով գնար խոսար, չեր են գնի, չգիտեմ ինչ որ փաստաթղթեր կեղծել կամ չկեղծելով ինչ որ այլ բաներ ներկայացնել հանրությանը, չեր են գնել լրատվամիջոցների հետևից, այսինքն հանգիստ կպայր 70% անոց տղա եմ, հա թող ընդ մի 15-20% էլ հավաքեն։ Սա այդպիսի բան չի եւ էլ եմ ասում հասել են նույնիսկ նրան, որ արգելում են օրենքով նախատեսված, ես էլ կարծացի Հայաստան Դաշինքի հայտարարությունը, արգելում են նախընտրական հոլովակներ ցույց տալ հեռուստաընկերություններով, այսինքն սա էլ էին զարմացնում, իրենք կարող են ընդհանրենք նույն կարծեմ ձեր ալիքով ցույց տալ բացահայտ սուտ կեղծիք պարունակող հոլովակներ, որտեղ իրենք ներկայացնում են, որ ինչ որ երրագլուխ հրեշը փորձում է ինչ որ Ռուսաստան խառնել ինչ որ մոտավորապես sense ծառայում է Ռուսաստանին ոչ թե հայրենիքին բան, դա կարելի է ցույց տալ, իսկ Հայաստան Դաշինքի նախընտրական ռոլիկը կարելի է ցույց տալ եւ չգիտեմ ավելին արգելել, հա, որովհետեւ ասում են հրանել գրականում է, ասում է ազդում եք մարդկանց երեխաների հոգեբանության վրա, Հայաստանը թրքացած եք ներկայացնում, չգիտեմ Աթաթուրքի արձանը այդ տեսահոլովակում տեղադրված իրականության հետ կապ չունի։ Տեսեք, 21 թվականին էլի ռոլիկներ կային, Հայաստան Դաշինք եւ էլի բաներ կային, այնտեղ օրինակ ռոլիկ են ցույց տալիս, որ ավտոտեսուչը ճանապարհին ադրբեջանցի ավտոտեսուչը կանգնացնում է մարդկանց փաստաթղթերը հարցնում։ Ինչ եղավ, ընտրությունից անմիջապես հետո Գորիս-Կապան ճանապարհը հայտնվեց ադրբեջանցիների մոտ, Գորիս-Կապան ճանապարհի վրա կա երկու հատ անցակետ եւ եթե մեր վարորդները փորձեն անցակետներով անցնեն, իրենցից դա ուզելու են, այսինքն քաղաքական կանխատեսումները, ապագայի որոշակի պատկերացումները, սցենարիաները, հատկապես այն, որ դա կատարվող են, հա, դա արգելելու իմաստը ես չեմ տեսնում, որովհետեւ այստեղ որևէ բան չկա, այստեղ ցույց է տրվում այն, ինչ որ ցույց է տրվում, որովհետեւ այն բաները, որ մենք մտածում ենք աբսուրդային կլինի, օրինակ, որ 18 թվին Հայաստանի նախագահ կանգներ ասել Արցախը Ադրբեջանն է, Հայաստանի նախագահն ասել, որ դա Հայաստանի ղեկավարը ասել, թե հարցով առաջինը սկսել, եկեք ցեղասպանության մրցավազքը դադարեցնենք, 18-19 թվականին Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ Արցախի գլխին մեծ վտանգ է կախված, շատերը 80-90% հասարակության էյֆորիկ բաների մեջ էր Արցախ Հայաստանը եւ վերջ էր ասում, հա, այսինքն այս սա իրականանում է այս ռոլիկի մեջ, որը փորձում են ցույց տալ բնակչությանը, ուղղակի նախազգուշացումները որևէ չիրականացվող բան այնտեղ չկա, որովհետեւ օրինակ ասում եք բնակչության մեծ մասը լինելու են ադրբեջանցիներ, ըստ այդ տեսանյութի, իրենք ասում են որևէ նման պայմանավորվածություն չկա, ահաբեկում եք մեր ժողովրդին։ Տեսեք, իրենք փորձում են ինչից է շատ ջղայձգվում Փաշինյանը, հա, որ իրենք խոսում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ուրեմն այդ ծրագիրը Ադրբեջանում կա, Ալիևը երբեք չի կանգնել եւ չի ասել, որ ադրբեջանցիները Հայաստանում չեն բնակվելու, ավելին Ալիևը բազմաթիվ անգամներ ասել է, որ սա արևմտյան Ադրբեջանն է, որ սա մեր հողերն է, որ մենք տանկով չենք գնալու, մենք մեքենաներով ենք գնալու այնտեղ։ Բայց ասում են մեզ չի ասել, մեզ բանակցությունների ժամանակ չեն ասել։ Հիմա ուրիշ հարց, իսկ ես հիշում եմ Հովիկ Աղազարյանի դուրս գալը ԿՊ-ից եւ հիմնական թեզը եղել է նա, որ ժամանակին իրեն Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ադրբեջանցիների վերադարձի թեման չի քննարկվում, այսինքն կուտը տվել են, որ արցախցիները եթե չվերադառնան, ադրբեջանցիները չեն գա, բայց հետո Հովիկ Աղազարյանը պնդել է Փաշինյանին հարցրել է եւ չի ստացել իրեն գոհացնող պատասխանը եւ փաստացի այդտեղ եղել է Աղազարյանի ու Փաշինյանի վեճը, որից ավարտվել է նրանը, որ իր վրա քրեական գործ հարուցեցին եւ ֆրակցիայից հանեցին։ Այսինքն մենք բազմաթիվ աղբյուրներ են կարդում նույն Ադրբեջանում եւ այլն, որ այսպիսի բաներ կա։ Հիմա եթե չեն ասում ավելի հաճախակի, հա, զուտ խղճալով Փաշինյանին հասկանալը, որ դա այստեղ բան է առաջացնելու, բայց ժամանակին իրենք որ ստեղծել էին Արցախի վերադարձի կոմիտե, հա, Արցախի կառավարություն են ստեղծել, Տուրալ Գանջալիևին դրել են որպես Լեռնային Ղարաբաղի ղեկավար եւ այն այդ process-ները էլի բան էին անում, էլի մենք մտածում ենք, ահա, այսպեսի բան չի լինի, չեն վերադառնա եւ այլն, չեն ավելի վատ սցենարով վերջացավ, հա, այնտեղ եւ նույնն այստեղ Ադրբեջանը չի հրաժարվում, որովհետեւ տեղ ինքը պայմաններից չի հրաժարվում եւ ինքը դա անելու է։ Ինքը դա անել է, ուղղակի եմ ասում, իրեն պետք է որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Նիկոլ Փաշինյանը արդեն ասեց, որ եւս տարածքները հանձնելու
որ ինքը անվանում է արդեն թուրքական անուններով, ադրբեջանական անվանումներով, այսինքն մարդը պատրաստ է էլի տարածք տալու, չնայած միշտ մեզ ասին է, որ անկլավների թեման չի խոսացվում, հիշում եք հայտնի Գրենադայից հետո հայտարարությունը, որ անկլավների թեման փակ է եւ այլն, բարձրացնել ավելի բաց է, այսինքն մենք չգիտենք էլի ինչ են պայմանավորվել։ ենք տեղը վերցնելու Հա, ես էլի եմ ասում ամենայն հարգանքով եւ սիրով Արցախյանին, հա, բայց Արցախյանը աշխարհակաղակական եւ աշխարհագրական դիրքը համեմատած այն տարածքների հետ, որոնք վերադարձուն են ադրբեջանցին, մենակ Տիգրանաշենի տալը, դա Խաչքաշենն է շատ կարևոր ավտոճանապարհի վրա եւ մոտավորապես 40-50 րոպեով երկարացնել Երևանից Սյունիքի մարզ հասնելը, հա, այդ չխոսանք այն մնացած Տավուշի մարզում տրվելիքից էլի, այսինքն սա կա եւ սա իրականանալու է, եթե դու ասելու ես, որ մենք դա չենք ցույց տալիս, որովհետև դա սուտ է, չգիտեմ, ազդում է մարդկանց վրա եւ այլն բանման, դու հնարավոր ամենահնարավոր սերիաներից մեկը ուղղակի ուզում ես փորձես փակես եւ ցույց չտաս, բայց մենք պետք է շատ լավ մի բան հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է։ Դա դրան է վերում եւ մենք այստեղ այս ընտրությունները մենք կատարում ենք եւ աշխարհակաղակական եւ կրոնական, հա, եւ գոյաբանական ընտրություն։ Մենք ընտրում ենք ոչ թե իրական, չիրական Հայաստանի, մենք ընտրում ենք դառնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի արանքում ինչ որ բենզակալուն կա, զապրավկի տեղ, հա, որը պետք է սպասարկի Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, կամ ինչ որ շանսեր պետք է ունենանք, մեզ վերգտնենք որպես պետություն, վերադառնալով adekvat դաշտ եւ նաեւ մեր դաշնակից պետությունների եւ նաեւ այն պետությունների հետ, որոնց հետ մեր մոտ եղել են նորմալ հարաբերություններ։ Պարոն Քոչարյան, հասցնենք անդրադառնալ մեկ այլ տեսանյութի, որին դուք նաեւ անդրադարձել եք գրառմամբ, տեսեք Նիկոլ Փաշինյանն ասում է ինձ են ահաբեկում, ընդ որում նույնիսկ այսպես սպանության վտանգներ է տեսնում, խոսքային դիմակավորված անձանց, որոնք խոսում էին Արցախի բարբառով եւ ասում էին մենք գիտենք դու որտեղով ես քայլում, կա ի վերջո ըստ ձեզ նման վտանգ, որը նա զգում է եւ կա նաեւ մեկ այլ տեսակետ, որ այդ տեսանյութը իրականում հենց իշխանություններն են պատրաստել եւ տարածել եւ եթե նրանք են տարածել, սրանից հետո ինչ սпасել, այսօր մամուլն էլ գրել էր, որ խուզարկում են մարդկանց տները, այսինքն հնարավոր է օրինակ Սրբազան պայքարի նման ահաբեկչության հոդվածներ լինեն, նոր կալանավորումներ լինեն։ Տեսեք, մարտ ամսին ներքին գործի նախարարը կարծեմ համեկին հարցազրույց տալուց, կարծեմ համեկին ասել որ բավականին շատ զենք կա Արցախից եկած զենքեր կան եւ այլն։ Այսինքն տրեյլերը արդեն տվել էր։ Հիմա տեսեք, որ վիճակը նեղն է, եւ դա ոչ միայն Փաշինյանի նոու-հաուն է, ընդհանրապես աշխարհում այդպիսի բան է, թե ռեյտինգը իջնում է, դու պետք է հնարես, որ քո վրա քեզ ուզում են սպանեն, չգիտեմ, գողանան, այսին վնաս տան եւ այլն։ Այսինքն սա փորձված մեթոդ է եւ սա սпасել էր, որ այսպիսի բան պետք է լիներ եւ սпасել էր այն ուղղությամբ, որ սա պետք է անեն արցախցիները, հա, որովհետեւ արցախցիները չեն կոտրվում, այդպիսի ժողովուրդ են, էլի արցախցիները իրենց մտքին, իրենց պրինցիպներին մնում են, ոչ բոլոր արցախցիները մեծամասնությունը կարծում դեռևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չի վերցնում եւ դրանով խանգարում է Նիկոլ Փաշինյանին վերջնական փակել Արցախի արցախցիներ մոտենում են ասում են մենք Արցախից ենք, բայց ձեր աջակիցտ ենք, հիմա մտածում եք սա էլ է բեմադրված, թե կա այդ սեգմենտը նաեւ։ Կներեք բան ասացված կա, էլի գյուղ չկա, որ շունչ լինի, հա, մոտարապես։ Այո, հենց այդպես է ասացված։ Մոտարապես ամեն ինչը լինում է, հա, մենք ունենք արցախցիներ, որոնք բան են, գեներալ են եւ ծառայում են Նիկոլ Փաշինյանին։ Մենք ունենք արցախցի օլիգարխներ, մեծահարուստներ, որոնց չգիտեմ Նիկոլ Փաշինյանը մատով չի կպնում, բայց ֆորումին ինչ որ ուրիշ մի քիչ հարուստ մարդկանց են կպնում արցախցի, հա։ Այսինքն որտեղ պետքա, որին կպնում են, որին չեն կպնում։ Հիմա գալով հարցին։ Գալով ուրեմն կարծեք բեմադրությունը։ Ինչ է դա բեմադրություն։ Նայեք, այն ինչ որ կա։ Ես այսպես եմ բանանում, մեկնաբանում։ Այս տեսանյութը առաջին անգամ ըստ շատ մարդկանց ցուցադրվել է հանրայինի միջազգային հեռարձակող ալիքով եւ ես էլի լսել եմ, որ մարդիկ տեսել են այսպիսի բանը, ովքեր արտասահմանում են նայում։ Դա այստեղ մենք չենք կարող դիտել այդ հաղորդումները։ Առաջինը նրանք են տեսել այսպես։ Այնուհետև սկրինը, հա, այդ հերոստաբանից հայտնվել է Փաշինյանին սպասարկող, Փաշինյանին կից, Փաշինյանի հետ կապված, ընդհանրապես պետության հետ կապված Telegram-յան ալիքում։
Դա եղել է մայիսի 16-ին։ Հիշենք, որ Փաշինյանը սկսեց մայիսի 18-ից այդ ջղաձգումները իր։ Ասացի մայիսի 16-ին ռոլիկը գնացել է։ Ընդ որում ռոլիկը գնացել է ֆրանսերեն սուբտիտրներով։ Դա եղել է եվրոպացիների համար, Մակրոն ընկերոջ համար է եղել, որ ասել տեստե ինչ որ տերորիզմ են ուզում նախատեսեն մեզ համար եւ այլն, էլի։ Ուրեմն եւ հետո նույն Telegram-յան ալիքը հանում է այդ գրառումը, որովհետեւ կամ զանգել են ասել են շուտ է, կամ տեսել են որ էֆեկտ է ինչի, կամ ասել են մի քիչ սպասի, կամ ինչ որ ձևի պատերազմ չեն եղել հաջորդ օրը, սկսեն կամ շաբաթ օրը եղել է ժամանակ մարտիկ բան ինտերնետում չեն լինում, ասեն չէ էֆեկտ ստանալու համար, ուրեմն մենք պետք է բան անենք, այս շոուն հետաձգենք 2 օրով։ Ու 2 օր անց առավոտվանից Նիկոլ Փաշինյանը ինքն է ցույց տալիս։ Ընդունում է այդ այլալվածի դեմ ու մտնում է այդ դերի մեջ, ինչ որ վիդեոները սկսում վազվզել, ամբողջ թիմը սկսում ածվից, էլ եմ ասում, 2 օր առաջ 99.9% հավանականությամբ դա ցույց է տրվել իրենց իսկ պետական ալիքով դուրս հեռարձակվող, էլի, եւ իրենց պետական Telegram ալիքով էլ սկրին է եղել ու հատաթա են տվել մարդկանց, որ հանկարծակի ձեզ խելոք կպայեք, էլի։ Քանի որ ժամանակը սպառում ենք, սա հասկացանք։ Այսինքն մենք կարող ենք եզրակացնել, որ այդ հոլովակը էլ եմ ասում, հատկապես հա դա տեխնոլոգիա, դա ընդհանրապես տեխնոլոգիա, այնտեղ գիտեք ինչ էր պակասում, պակասում էր ուրեմն այդ նկարի վրա Վլադիմիր Պուտինի նկարը, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Կարանչո Դոշերի, ինչ որ հատեսանյութի մեջ ինչ որ պավյասկի քննեն մի հատ sense ինչ որ բան, այսինքն մարդիկ ամեն ձև ուզում են իրաց ցույց տալ, որ մենք արցախցենք, ավելին ես ասեմ, դա արդեն փորձագիտական բան պետք է լինի, էքսպերտիզա պետք է լինի, որ ես այնտեղ արցախցու բան չեմ լսել։ Ես լսել եմ բազմաթիվ արցախյան բառեր, հա, բայց շատ եմ շփվել մեր հայրենակիցների հետ Արցախից, մի քիչ իրենք ուրիշ ձև են խոսում, հա, այսինքն բառերը լսվել են, որ ցույց տան, հա, մի մոտ բեմադրության տպավորություն է։ Լավ, ինչ կհաջորդի բացի այն, որ ասում եք տեխնոլոգիա է, որ հասարակությունը ինչ որ խղճահարությունից ելնելով որ փորձում են սպանել եւ այլն, այսինքն քվեներ գողանելը, բայց մյուս կուսակցությունների հետ կապված հնարավոր է արդեն փորձեն ասոցացնել, լինեն կալանքներ եւ այլն, որ այսինչ կուսակցություն, ահաբեկչություն է կազմակերպել։ Տեսեք, սա որոշակի առումով այսպես ասեմ, Փաշինյանի համար վատ երկտրանքներ են, հա, վատի ու ավելի վատի մեջ ինքը պետք է ընտրի, ել եմ ասում, ներկա պահին Փաշինյանը չի հաղթում, հա, դա ոչ միայն հարցումներ են ցույց տալիս փակ եւ բաց, դա ցույց է տալիս իրականությունը, այսինքն օրինակ նույն Արաբկիրում պարզ էր, որ ամբողջ Արաբկիրը իրան մերժեց, այսինքն մարդիկ չեն վախենում գնալ իր երեսին ինչ որ բաներ ասել, եւ դա շարունակական process է ստեղծել, ինչքան էլ ասի, մի քանի հոգու այսպես case-ով կարելի է ենթադրել, որ Արաբկիրում նրան մերժեցին։ Ես ուզում եմ հասկանալ, մի քիչ այդ տեսակետն էլ ծայրահեղացված չէ։ Ես ասեմ, օրինակ նույն կինը Արփինե Սողոյան, ինքը եւ այլ կանայք, ովքեր էլի հանդիմանել են Փաշինյանին, շատ բարձր ասացին, որ իրենց բակից համարը մարդ չկար։ Այո։ Այսինքն ինքը գարս իրենց բակի կեսը առնվազն պետք է լսվի, չէ՞, թե ինքը 50%, անց բակի 70%-ը պետք է իջնի իրան դիմավորի, հա, հացով տաշի տուշով, չկա տենց բան, այսինքն սա նեվ պարզ է երևում, մեր խոսակցներից է երևում, մարզային այցերից է երևում, հարցումներից է երևում, այսինքն այնպես չի, որ ինքը ինչ որ 0% ունի կամ 10% ունի, ես էլ եմ ասում, ինքը իր ընտրազանգվածը ունի, բայց էլ եմ ասում, այս վարքագիծը, որ ինքը ցուցաբերում է, դա հաղթողի վարքագիծ չի։ Եվ ինչն է խնդիրը։ Եթե ինքը փորձի ճնշումներով, կեղծումներով, հետապնդումներով ապահովել իր բաղձալի ձայները, ինքը կորցնում է իր լեգիտիմությունը վերջնականորեն։ Այսինքն յուրաքանչյուր պահին եւ ոչ միայն Ռուսաստանն է, Իրանը կամ ինչ-որ այլ պետություն, Ֆրանսիան է, ԱՄՆ-ն է, էլի ինչ-որ բաներ, իրենք ասեն ընկեր, դու ընտրված ղեկավար չես, դու անելու ես այն, ինչ որ մենք քեզ ասել ենք, այլևս քո մեջ կեթում հայ ժողովուրդը կանգնած չի։ Եվ դա ավելի մեծ խնդրեմ է ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ժողովրդի կողմից չընտրված ղեկավարը այն ուժը ու այն հնարավորությունը, այն բանը պաշտպանությունը չունի, հա,
որովհետև մի բան է, որ դու ներկայացնում ես ժողովրդի կարծիքը, մյուս բան է, որ դու ուղղակի այնպես ես սարքել ընտրությունները, որպեսզի ընտրվես ղեկավար։ Սա հասկացանք, բայց եթե շատ կարճ, այնուամենայնիվ, եթե ասում եք, որ նա ցայտնոտի մեջ է, շատ ցածր է ռեյտինգը, հնարավոր է, որ գնա ծայրահեղ քայլերի, օրինակ մասնակից ուժերին, չգիտեմ, ահաբեկչության հոդվածով կալանավորեն, Ռոբերտ Քոչյանի դեպքում է ասում, քեզ նստացնելու են, Գագիկ Ծառուկյանի դեպքով այսօր ունեզրկելու են, պետականացնելու են եւ այլն եւ այլն, հնարավոր է այնուամենայնիվ նա մինչև ընտրություններ գնա այդ քայլերին, շատ կարճ խնդրում եմ։ Հնարավոր է, բայց Նիկոլ Փաշինյանին մի քանի անգամ տարբեր քաղաքական գործիչներ նաև զգուշացրել են, որ այսպիսի քայլեր անելով, կարծում Ռոբերտ Քոչյանն է ասել, որ եթե դու փորձես մոլդովական սցենար անես, դու կստանալու ես հեղափոխություն, այսինքն լեգիտիմացնում է, լեգիտիմ հիմքեր է ստանում ժողովրդին փողոց դուրս գալու։ Ես էլ եմ ասում, որ շատ սեղմելու դեպքում Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, եւ կուրատորները, որ դու զսպանակը շատ ուժեղ ես սեղմում, այդ զսպանակը մի օր բավական ցավոտ հետ է գալիս, էլի, այսինքն ինքը այստեղ պետք է փորձի ինչ-որ չափի մեջ լինի, որովհետև ինքը եւ այն մարդիկ, ովքեր իրան օգնում են, խորհուրդներ են տալիս, իրանք շատ լավ բան գիտեն, ոչ միտեղ շատ ինչ-որ զորես, հա, այդտեղից բավականին պրոբլեմա լինելու։ Դրա համար ինքը փորձելու է իմ պատկերացնում որոշակի էլի խիստ կտրուկ քայլեր անել, բայց մինչև վերջ սեղմելը իրեն ձեռնտու չի։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։